Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստան դաշինքի անդամ Արա Վարդանյանն է։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանյան, այսօր Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևի գլխավորած պատվիրակությունը մեր հարցազրույցի տեսաձայնագրման պահի դրությամբ դեռևս հայտնի չէ, թե ինչ օրակարգով։ Ինչ եք կարծում, ինչն է ստիպել Ադրբեջանի փոխվարչապետին նախընտրական այս շրջանում Հայաստան գալ եւ ինչ զարգացումներ կարող ենք ակնկալել այցի շրջանակներում։ Տեսեք, կարծում եմ, որ սա նախընտրական հենց շրջանում կատարվող այց է եւ այցի նպատակը կարող է լինել գերիների հնարավոր վերադարձի հետ կապված, ինչպես նաեւ փակ ձևաչափով ինչ որ այլ հարցերի քննարկման, օրինակի համար այն ամեն ինչ Նիկոլ իրենց խոստացել է, որ կանի ընտրություններից հետո, բայց չեմ կարծում, որ հասարակությանը կներկայացվի իրական վտանգներով լի օրակարգը, այլ հակառակը հասարակությանը կներկայացվի միգուցե սահմանազատման հետ կապված ինչ որ նորություն, որը համոզված եմ սուտ է լինելու, կամ կրկնում եմ, խոսքը կարող է գնալ գերիների ինչ որ քանակի վերադարձի մասին։ Իհարկե ասել, որ դժգոհ են, որ գերիները վերադառնում, իհարկե ոչ։ Ուղղակի հասկանանք ինչի դիմաց։ Ուղղակի, տեսեք, գերիները վերադառնում են եւ վերադարձվելու են Նիկոլի վերընտրման համար։ Թե ինչի դիմաց, ապա պետք է հասկանանք, որ ինչի դիմացը լինելու այնքան, մինչև Նիկոլը կա։ Եվ գերիները չեն վերադարձվում դրա դիմաց։ Հակառակը Նիկոլը շատ շուտվանից կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները եւ այս առումով կասկած պետք է չունենանք, որ Աստված մի առասցե վերընտրվելու դեպքում մենք շատ ու շատ նորանոր զիջումների ենք ականատես լինելու։ 21 թվականին հիշում եմ հայտարարում էր մեր գերիները մի քանի ամիս էլ կսպասեն Բաքվի բանտերում, բայց 5 տարի անցավ ցավոք սրտի։ Ցավոք սրտի։ Եվ տեսնում ենք թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում տևական ժամանակ է, ինչ առաջընթաց չկա, օրերս էլ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, որ Ադրբեջանն իր ազդեցությունը օգտագործելով խոչընդոտում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Եթե իսկապես խաղաղություն է հաստատվել, պարոն Վարդանյան, ինչու է Ադրբեջանը նման կերպ գործում եւ արդյոք սա իշխանության կողմից յուրօրինակ խոստովանություն չէ, որ իրենց խաղաղության օրակարգը տապալված է։ Տեսեք, իրականում պետք է արձանագրենք հետեւյալը. Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն մոտավորապես կարելի ասել տարուց ավել որևէ գործողություն չեն իրականացնում եւ դա սկսվել է Տավուշում սահմանազատման process-ը ավարտելուց, այսինքն այդ մի հատվածի պատը կառուցելուց հետո, ինչի, որովհետեւ Նիկոլը պետք է պատրաստվեր ընտրություններին եւ ակնհայտ է, որ իր այսօրվա շեֆերից Ալիևից եւ Էրդողանից time-out է խնդրել, որպեսզի կարողանա մեր ժողովրդին կրկին խափի, գնա ընտրությունների, ինչից հետո կրկին սկսի սպասարկել իրենց օրակարգը։ Խաղաղությունը կարողանա վաճառել փաստացի։ Այո, մեր ժողովրդի վրա վաճառում է խաղաղություն, որը իրականում չկա։ Դա բոլորս պետք է հասկանանք եւ շատ կարեւոր է, որ մարդիկ չեմ հավատում, որ այդքան կարճ հիշողություն ունեն։ Ի վերջո 2018-ից 20 կրկին խաղաղություն էր։ Դուք հիշում եք Սոչիի այդ վերելակային հայտնի հանդիպումից հետո Նիկոլը եկավ եւ սկսեց գլուխ գովար, մենք պայմանավորվել ենք, խաղաղություն է լինելու, սահմաններում չեն կրակելու եւ այո, սահմաններին չէին կրակում, բայց այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը պատրաստվում էր օր ու գիշեր հարձակմանը։ Մենք գիտենք, չէ, դա գաղտնիք չէ, որ Արցախի հանրապետության ողջ երկայնքով իրականացվում էին ինժեներաշինարական աշխատանքներ Ադրբեջանի կողմից, ամրապնդվում էին պոստեր եւ նախահարցակ լինելու համար ստեղծում էին բոլոր պայմանները Արցախի պաշտպանության բանակի աչքերի ներքո, եթե նախկինում ցանկացած նման շինարարությունը կանխվում էր կրակայերթի միջոցով կամ թեթև հարձակման միջոցով, ապա Նիկոլի վերելակային հանդիպումից հետո կարծես թե արգելվեց Արցախի ՊԲ-ին, որը ենթարկվում էր Հայաստանի պաշտպանության նախարարությանը, որևէ տեսակի ռեակցիա տալ նման շինարարական process-ներին։ Հիմա մեր ժողովուրդը պետք է հաշվի առնելով վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցածը կրկին վերլուծություն անի։ Օրինակի համար բազմիցս հայտարարել են, որ թե Ջերմուկում, թե Սյունիքի տարբեր հատվածներում, թե Տավուշում տարբեր հատվածներում ադրբեջանցիները իրականացնում են ինժեներական, լրջագույն շինարարական ամրապնդման աշխատանքներ։ Այսինքն սա ենթադրում է իրենք չեն պատրաստվում հետ վերադարձնել Հայաստանի սուվերեն տարածքները, որոնք գրավել են 2022 թվականին, եւ B իրենք պատրաստվում են ինչ որ պատրվակով կրկին հարձակումների, եթե Նիկոլը ինչ որ պահի հրաժարվի հանձնել տարածքը։
Սա ակնհայտ է իմ համար եւ պետք է ակնհայտ լինի մեր ժողովրդի համար։ Այսինքն այս թվացial խաղաղությունը ինքը իրականում խաղաղություն չէ եւ այդ խաղաղությունը որպես ապացույց Նիկոլին չի անում։ Տանում է գյուղ ցուցատալի մի հատ պատ։ Գիրանցի իր հպարտությունն է դարձել։ Ախր Գիրանցի այդ պատը ինքը իրականում բաժանարար պատ է։ Եթե դու ուզում ես հարևանիդ հետ հարևանություն անես, ապա բետոնից պատ չես սարքում, հակառակը, պատը քանդում ես։ Հիմա այդ պատի իրականության մեջ, երբ որ ցույց են տալի մեր ժողովրդին եւ ասում են, տեսեք այստեղ խաղաղություն է, ոչ, այնտեղ բանտ է։ Դուք այնտեղ բանտ եք սարքել եւ մեր երկիրը, որտեղ դուք սահմանազատում իրականացնեք, նմանվելու է բանտի եւ մի վարքյան մի կասկածեք, որ ցանկացած տեղ, որտեղ սրանք իրականացնեն սահմանազատում, մենք ունենալու ենք տարածքային խնդիր։ Եվ միանշանակ, եթե Նիկոլը մնա, ինքը տրամադրելու է տարածքները եւ դրանով է նաեւ փաստարկված, որ վերջին 1.5 տարում որևէ տեղ սահմանազատում չեն անում, որտեղ անեն Ադրբեջանը տարածքային պահանջ է ունենալու։ Իսկ ինչ է կարծում, հանրությունը սա հասկանում է, որովհետեւ նաեւ զուգահեռաբար իշխանությունը պատերազմով է սպառնում, հայտարարում են, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա արդեն սեպտեմբերին աղետալի պատերազմ է տեղի ունենալու։ Տեսեք, թե վերլուծության դեպքում պետք է նաեւ հասկանալ, որ Նիկոլի փաստացի ասում է, որ սեպտեմբերին սպասվում է տարածքային զիջում։ Այսինքն եթե թարգմանենք Նիկոլեղենից հայերեն, ապա ինքը ասում է, որ ես խոստացել եմ, որ սեպտեմբերին տալու եմ տարածք, եւ եթե սպարտվեմ ու հաղթողը չտա այդ տարածքը, Ադրբեջանը կսկսի պատերազմ։ Ես էլ որպես ընդդիմադիր գործիչ ասում եմ, գլուխը պատին կտալիվ է, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, որ ինքը կհարձակվի Հայաստանի վրա։ Դա բացառված է, Ալիևը հարձակվում միայն այն ժամանակ, երբ որ վստահ է, որ դիմացի կողմը չի պաշտպանվելու կամ նախահարձակ չի լինելու։ Չի դիմադրելու։ Միանշանակ Ալիևը այն վիճակում չէ, որ հարձակվի։ Ալիևը այն վիճակում է հարձակվելու համար միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանում իշխանության է Նիկոլը եւ երբ որ Հայաստանի բանակը ղեկավարվում է Նիկոլի պես-ների կողմից։ Այսինքն այդ առումով մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխանափոխությունը Հայաստանի Հանրապետությունում դա Հայաստանի Հանրապետության ապագա գոյատևման միակ հնարավոր միջոցն է։ Նիկոլի մնալու դեպքում Հայաստանը մաս-մաս դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի կամաճույքների իրականացման մի տարածք։ Իսկ վտանգներ չեք տեսնում, որ հանրությունը տեղի կտա այս շանտաժին ու ինչ որ մի մաս կգնա Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վտանգ տեսնում եմ, լինեմ անկեղծ, վտանգ տեսնում եմ նաեւ, որ ինքս իմ բազում շփումներ ունեմ մարդկանց հետ, ես չեմ ասելու, որ Նիկոլը չունի վարկանիշ, շատ կուզենայի ասեի, բայց չեմ ասելու։ Նիկոլը ունի որոշ չափով վարկանիշ, տոկոսային չեմ ուզում ասեմ դա ինչքան է, բայց շատ մեծ թիվ չէ, դա էլ պետք է ասեմ, եւ ահա որ մեծ ցավ եմ ապրում, որ իրեն հաջողվում է խաբել մեր ժողովրդին։ Ես երբեք չեմ մեղադրել որևէ մեկին իրեն ընտրելու համար, երբեք։ Ժողովրդին մեղադրելը ընդհանրապես անշնորհակալ բան է։ Հակառակը մեզ պետք է մեղադրենք, որ չենք կարողանում ժողովրդին հակառակի մեջ համոզել, ապացուցել, ցույց տալ իրականությունը։ Այո։ Այս առումով իհարկե բոլորիս գործը, սուրբ գործը պետք է լինի աշխատանքը սկսած բակերից, վերջացած գյուղերով մեր ժողովրդի հետ, որպեսզի մենք կարողանանք բոլորի աչքերը բացել։ Ի վերջո, ամենալավ ցուցադրական բանը, որ մենք կարող ենք ասել, թե ինչով է Նիկոլը գնահատում այս ժողովրդին, ինքը գնահատում է այս ժողովրդին խորովածով։ Ինձ համար շատ ցավալի է լսել, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը խոսում է քաղաքացու օրվա մասին եւ ասում է՝ ի նշան քաղաքացու օրվա մենք անում ենք խորոված փարթի։ Այ մեր ժողովուրդը դա պետք է հասկանա, որ Նիկոլի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որպես արժեք, դա խորոված ուտող անողնաշար մարդն է, որը պատրաստ է ամեն ինչի, միայն թե խորոված ուտի, այն էլ ոչ անվճար։ Սա մեծ ռեզոնանս էր առաջացրել։ Դե իհարկե մեծ ռեզոնանս կառաջացնի, իհարկե կառաջացնի, բայց կրկին հա Նիկոլը բաներ է ծախում այս ժողովրդի վրա, որը մեկ-մեկի մոտ զարմանք է առաջացնում։ Օրինակի համար գնում է ինչ որ մանկապարտեզի կամ դպրոցի բացման նորությանը ու այնպես են ներկայացնում այդ ամենը, կարծես Հայաստանի Հանրապետությունում 30 տարվա ընթացքում ոչ դպրոց է կառուցվել, ոչ մանկապարտեզ։ Օգտվելով այս առիթից ասեմ, որ օրինակի համար 98-ից 2008 թվականներ նախագահ Քոչարյանի ղեկավարման օրոք 2 անգամ կամ 3 անգամ ավելի շատ նոր դպրոց է կառուցվել, կամ Նիկոլի 7 տարվա ընթացքում։ Ուղղակի խնդիրը այն է, որ այն ժամանակ Facebook եւ սոցիալական ցանցերը այդքան զարգացած չէր, այսինքն մարդիկ ինֆորմացիան գերակշիռ ստանում են հմեկով, հմեկները մի ռեպորտաժ ցույց էր տալի, իրանով անցնում գնում էր առաջ։ Ընդ որում նախագահն է պետք է ասենք, որ շատ գայթակված չէր անընդհատ ցույց տալ իր իրականացած աշխատանքը եւ հիմա մենք ստիպված
վերադառնում ենք հետ եւ փորձում ենք մեր ժողովրդին հասկացնել, որ ժողովուրդ ջան, այն ամենը ինչ այսօր կա, դրա մեծ մասը կառուցվել է դեռևս 20 տարի առաջ։ Օրինակի համար Դիլիջանի թունելը, հա։ Այսինքն շատ բաներ կան, Սելիմի ճանապարհը, օրինակ Թումո, որ այսօր Երևան քաղաքում Թումո կա, որ տարբեր քաղաքներում Թումո է բացում, այդ պայմանավորությունը ձեռք է բերի հենց նախագահ Քոչարյանը։ Զվարթնոցը, որ այսօր բոլորս օգտվում ենք օդանավակայանից, 18 տարի առաջվա իշխանության եղած մարդու արածն է, եւ 18 տարի անց մենք չունենք մի հատ նոր Զվարթնոց, որ ցույց տանք։ Այդ դրա մասին պետք է ժողովուրդը մտածի, որ փաստորեն 18 տարի անցել է որևէ նոր բան չեք ստեղծել։ Եվ բարձրանում եք նրանով, որ դպրոց է կառուցում կամ մանկապարտեզ, ինչ աբսուրդ է։ Դա պարտավորությունն է ցանկացած կառավարության, բայց ոչ ի հաշիվ վարկային միջոցների։ Սա էլ է չէ՞ շատ հակադրություն անվտանգության։ Սա շատ կարևոր հարց է, հասկանում ես, այսինքն 8 միլիարդ դոլարով ավելացնես պետական պարտքը ու անընդհատ կոնստանտ խաբես։ Մինչև այդ ասես, որ տարբեր շինարարական ծրագրեր ենք հանում, հետո մի օր ֆրաս ասես զենք եմ առը, ընդ որում զենքն է առանց վիրավորելու Հնդկաստանի Հանրապետությունը, բայց ըստ հասանելի տեղեկությունների գնվել է հնդկական զենք, որի սպասարկումը եւ որի համար ամունիցիայի գնումը խայտարակ խնդրեմ է լինելու։ Աստված մի առաստ եթե հարցակում լինի, դու այդ զենքը չես էլ կարողանա օգտագործես։ Ավելին այդ զենքը աշխարհում ոչ մի տեղ չի փորձարկվել։ Հիմա մոտ հարց է ցակում, իսկ ինչի է այդ զենքը հենց ընտրեու գնա։ Միգուցե լավ ատկատային ինչ-որ սխեմա եք մտածել։ Մտում եք տեսնում այստեղ։ Այսինքն դա էլ է, հասկանում ես, բաներ են, որ մեր ժողովուրդը պետք է ավելի սթափնա իրավիճակին։ Ես հասկանում եմ, որ նույն նախագահ Քոչարյանի հանդեպ շուրջ 30 տարի հիբրիդային պատերազմ է տեղ ունեցել։ Ընդ որում, եթե խոսում ենք հիբրիդային պատերազմներից, ապա մեր ժողովուրդը որպեսզի լավ հասկանա ինչ է հիբրիդային պատերազմը, ապա պետք է հասկանա, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ մեկ մարդու հանդեպ է հիբրիդային պատերազմ տեղ ունեցել, դա նախագահ Քոչարյանն է։ Երբ որ 20 տարի անընդմեջ մեր ժողովրդի մեջ սերմանել են սուտ գաղափարներ, եւ հիմա մենք ունենք հասարակություն եւ սերունդներ մեծացած, ես էլ ունեմ տենց սանոթ, որ ասում Քոչարյան, ասում մարդասպան։ Ասում ինչ կարող ես օրինակ բացատրես ինչ ա եղել, չի կարող։ Լսել է, կարդացել է։ Մարդկանց քարոզել են եւ այդ առումով իհարկե բարդագույն գործ է օրինակ Հայաստան Դաշինքի համար, թե 21 թվականին, թե ընդհանրապես 18-ից հետո մարդկանց ուղեղներում արտնացնել իրականությունը, որը իրականում եղել է, եւ փակել այն բոլոր ստերը, որոնք իրենց իրականության մեջ սերմանել են այս 20 տարիների ընթացքում։ Պարոն Վարդանյան, դուք Հայաստան Դաշինքի եւ երկրորդ նախագահի թիմի ակտիվ ներկայացուցիչներից եք, բայց ցես Հայաստան Դաշինքի ցուցակում չենք տեսնում, 21 թվականին էլ չկա այդ ցուցակում, ինչով է սա պայմանավորված։ Ձեր տեղը երիտասարդներին եք զիջում, խորհրդարանական գործունեությամբ հետաքրքրված չեք, թե այլ շարժառիթներ կան։ Մի քանի շարժառիթ։ Առաջինը ես ինքս եմ, թե 21-ին, թե այս տարի խնդրել եմ ինձ ցուցակում չներառել։ Գլխավոր պատճառը դա այն է, որ ինքս ինձ չեմ տենում ազգային ժողովում, դա իմը չէ, ես ավելի շատ կարող եմ պիտանի լինել այս երկրին, կառավարությունում կամ այլ ինչ-որ միտեղ գործադիր իշխանության որպես անդամ, թե չէ ազգային ժողովը իմը չէ։ Երկրորդը, ինչպես գիտեք, գաղտնիք չէ, որ ես նաև դատարանում է գտնվում իմ քրեական գործով քննությունը, հիմա վերաքննիչում ենք, ես նաև խնդրել եմ չներառել ցուցակում, որպեսզի դատավորների կողմից կամ իրավապահ համակարգի կողմից սա որևէ կերպ չդիտարկվի իմ կողմից փախուստ դատական համակարգից։ Սա էլ է շատ կարևոր, որ հասարակությունը իմանա, ես 18 թվականից ցայսօր ենթարկվում եմ այդ հետապնդմանը, որևէ դրվագով չեմ փորձել փախնել, չեմ փորձել թաքնվել եւ միջև վերջել իմ ճշմարտությունը ապացուցելու եմ, ընդ որում ասեմ, որ Արաչյացյանի դատավորը վճռը կայացրել էր դրվագով, որով ինձ ձերբակալել էին, այդ հայտնի դրվագը կազինոյում հիմնադրամի փողը դրանով ես ճանաչվել եմ ըստ այդ Արաչյացյանի դատավորի անմեղ, երկրորդ դրվագով, որով ին վրա միակ ապացույցը, որ կա դա 1 հոգու 3 անգամ փոխված ցուցմունք է, դրանով ինձ չգիտես ոնց ճանաչել է մեղավոր եւ տվել է 7 տարի ազատազրկում։ Հիմա գործը վերաքննիչ դատարանում է, բայց դա եւ նա հաշվի առնելով ես խնդրել եմ նախագահ Քոչարյանից, որպեսզի ես չներառվեմ ցուցակում, որպեսզի որևէ մեկի մոտ չստեղծի տպավորություն, որ ես փորձում եմ կանդիդատ լինելու հաշվին, օրինակ ձգձգեմ դատական process-ը, բացարձակապես ես իմ ազնվության, իմ անմեղության վրա 100% վստահ եմ եւ կասկած չունեմ, որ մեկ է արդարությունը հաղթահարելու է եւ մեկ է Նիկոլի կողմից
ոչ միայն իմ հանդեպ, այլ հարյուրավոր այլ մարդկանց հանդեպ շինծու քրեական գործերը ոչ միայն ջրվելու են, այլ նաև բոլոր մարդիկ, որոնք հարուցել են այդ գործերը, խստագույնս պատասխան են տալու Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Իսկ ընդհանուր առմամբ ընտրություններում հավաքական ընդդիմության եւ մասնավորապես Հայաստան դաշինքի շանսերը ինչպես է գնահատում, ուժերի այս ընդդիմադիր ուժերի այս բազմազանության պայմաններում ինչու պետք է ընտրողը գնա եւ Հայաստան դաշինքին ձայն տա, հատկապես երբ նախորդ խորհրդարանական գործունեության 5 տարիների ընթացքում ձեր գլխավոր խոստումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ըստ էության չհաջողվեց կյանքի կոչել։ Տեսեք, ցանկացած ընդդիմություն երբ որ մտնում է ազգային ժողով կամ երբ որ պայքարում է քաղաքական, իր գլխավոր նպատակը տվյալ իշխանությանը իշխանազրկելն է, ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի ցանկացած երկրում։ Շատ հազվադեպ է լինում, երբ որ ընդդիմությանը հաջողվում է փողոցային process-ի ներքո փոխել իշխանություն։ Ընդ որում, եթե մենք աշխարհի մակարդակով նայենք, դրա կայացած սցենարների 99%-ը գունավոր հեղափոխություններն են։ Այսինքն այդ առումով մեր ընտրողը նույնիսկ պետք է ուրախ լինի, որ մենք չենք մտել տարբեր երկրների հետ պայմանավորությունների մեջ, ինչ Հայաստանում փոխենք իշխանությունը ու սկսենք ենթարկվել այլ երկրների, ինչպես դա անում է օրինակ համար Նիկոլ Փաշինյանը։ Այո, իհարկե ձեզ եմ եղադրում դրա համար, բայց իհարկե, այո, չի հաջողվել, բայց փորձերը բազմաթիվ են եղել։ Այո, այդ փորձերի նաև հետևանքով որոշ չափով տուժել է մեր վարկանիշը, ոչ մեկ դրա մեջ չի վիճում, բայց այո, նաև այդ փորձերի շնորհիվ է, որ մենք կարողացել ենք լրջագույն վնաս հասցնել հենց Նիկոլի վարկանիշին եւ այս իշխանության։ Ոչ մեկ չի կարող ինձ համոզել, որ սխալ էր, որ օրինակի համար Աննա Գրիգորյանի կամ Քրիստինեի կամ Ագնեսայի կամ Գառնիկի մեր բոլոր падգամավորների ելույթները ազգային ժողովում կարևոր չեն։ Ես համարում եմ, որ շատ կարևոր են, որտեղ իրենք շատ բացահայտող են, իրենք ցույց են տալի իրականությունը այս իշխանության մասին եւ նաեւ լրջագույն խթան են հանդիսանում մեր ապագա հանդիպումներում գյուղացիների հետ, քաղաքի բնակիչների հետ, այսինքն այդ աշխատանքը շատ կարեւոր է։ Բայց падգամավորներ եք ունեցել, ովքեր այս 5 տարիների ընթացքում անգամ մեկ ելույթ չեն ունեցել։ Իհարկե, ունեցել ենք նաեւ այդպիսի падգամավոր, սխալ իհարկե, տեսեք, սխալներ միշտ լինում են թե իշխանության ներսում, թե ընդդիմության, այսինքն խնդիր չի կարող դրվել, որ մենք անսխալական ենք, ընդհանրապես անսխալական մարդ չկա։ Այդ առումով տեսեք, այս ընտրությունների մեջ շատ կարևոր մի բան է ստեղծվել, որ ընդդիմությունը այս անգամ ոչ թե մեկ դեմքով է գնում, առաջատար մեկ դեմքով, այլ կան առնվազն 3 ուժեր, որոնք լրջագույն հնարավորություն ունեն բավականին շատ քվե հավաքելու։ Խոսքը գնում է մեր մասին Հայաստան դաշինքի, ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի մասին, առաջարկ Հայաստանին, կարծեմ ծրագիրը այդպես է կոչվում։ Այսինքն այս 3 ուժերը լրջագույն հավանականություն ունեն բավականին բարձր քվե ստանալ եւ այս առումով ես բավականին վստահ եմ, որ այս 3 ուժերը իրար հետ Աստված տա թող ավել ընդդիմադիր ուժերը լանցնեն, բայց իզորի են լինելու շատ ավելի շատ ձայներ հավաքել մեր ժողովրդի կողմից կամ կհավաքի այսօրվա իշխող կուսակցությունը։ Սա շատ կարևոր է։ Ես չեմ կարծում, եթե մեկ կուսակցություն բոլորին միավորեր ու այդպես մասնակցեր ընտրությունների Նիկոլի դիմաց, չեմ կարծում, որ դա ավելի արդյունավետ կլինի։ Իրուզացել է հենց դա։ Իրական գործում բոլորին իրուզացել հենց դա էր, տեսեք, բացի դրանից, այսինքն եթե դու մեկին ընտրություններից հանում ես, ամեն ինչը պրծնում է։ Տակը մնում է նորից փողոցային պայքարը, ես անկեղծ եմ ասում, դեմ չեմ փողոցային պայքարին, բայց այն մարդը չեմ, որ կուրորեն հավատում է փողոցային պայքարի արդյունքին, չեմ հավատում։ Թող ինձ ներեն բոլոր մարդիկ, որոնք բան են, բայց իհարկե, եթե հիմա էլ Նիկոլը դիմի ինչ-որ հակաօրինական քայլերի, միանշանակ փողոցային պայքարը պետք է վերսկսվի, այսինքն բոլոր հնարավոր ձևերով պետք է պայքարենք։ Հիմա ինչու մեծ պիտի ձայնը տան։ Սա էլ է շատ հետաքրքիր հարց։ Տես, տնտեսությունը զարգացնելու համար պետք է լավ թիմ, ճիշտ է։ Սոցիալական հարցերը երկրում լուծելու համար պետք է լավ թիմ։ Բոլոր հարցերը լուծելու համար պետք է լավ թիմ, այսինքն մարդկանց պրոֆեսիոնալների խումբ, բայց կա մի հարց, որում թիմ պետք չէ։ Դա օրինակի համար այս սենց սեղանի շուրջ Ալիևի հետ բանակցելու մասին է խոսքը գնում կամ Պուտինի կամ Տրամպի։ Այդ դեպքում պետք է մեկ անձ, ով կարող է այդ բանակցությունները պատվով կատարել եւ վնաս չհասցնել Հայաստանի Հանրապետությանը եւ կարողանալ հակառակ անել, առաջ մղել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա բոլոր թիմերը, որոնք մասնակցում են ընտրություններին, մենք կարող ենք շատ հանգիստ արդեն տեսնել իրենց առաջի համարներում գրված մարդկանց անունները, ինձ համար այդ բոլոր մարդկանց մեջ առանձնանում է նախագահ Քոչարյանը։ Մարդ ով իր փորձով եւ գործով ապացուցել է,
որ իրենից լավ Հայաստանի եւ Արցախի շահերի համար բանակցող ուղղակի չկա։ Իսկ ձեզ համար հասկանալ է նույն ձեր հիշատակած առանցքային ուժերը, Ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, Արման Թաթոյանն էլ երեք խոսեց այս մասին, ինչու են բացառում Հայաստան դաշինքի հետ համագործակցությունը հետընտրական ձևաչափում, մասնավորապես այն դեպքում, երբ վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը կլինի։ Գագիկ Ծառուկյանն ու Թաթոյանը սա անձամբ են հայտարարել, Սամվել Կարապետյանի կուսակցությունն էլ կուսակցականների մակարդակով։ Տեսեք, նախագահ Քոչարյանը իր, եթե չեմ սխալվում, մոտ 1 ամիս առաջ ոդկասթում էր նշել, թե հարցազրույցի ընթացքում ասել շատ բարձ բանաձև։ Այն ընդդիմադիր ուժը, որը կհավաքի բոլորի շատ ձայն, նա արդեն կառաջադրի իր վարչապետի տեխնացությունը։ Եթե այդ ընդդիմադիր ուժը օրինակի համար լինի Հայաստան դաշինքը, ապա թե Ուժեղ Հայաստանը, թե Բարգավաճ Հայաստանը, թե Թաթոյանը առանց որևէ խոչընդոտի կընդունեն Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացուին։ Այն ինչ որ իրանք հայտարարում են հիմա, միգուցե դա նախընտրական ինչ որ թողոբոյի մեջ տարբերվելու, տարանջատվելու բան է, բայց երբ որ ընտրությունները ավարտվեն, ես կասկած չունեմ, որ իրական ընդդիմադիր ուժերը այսպես նստելու են սեղանի շուրջ եւ ըստ իրենց հավաքած ձայների կորոշեն ինչ տիպի կառավարություն են կազմում, ով է լինելու վարչապետը, ով է լինելու հանրապետության նախագահ, դրանում ես կասկած չունեմ։ Կամուրջները այրված չեք համարում։ Ես չեմ համարում կամուրջները այրված ընդհանրապես, որովհետև ես չեմ ուզում հավատալ, որ ձեր նշած ուժերից որևէ մեկը պատրաստ է հանդուրժել Նիկոլ Փաշինյան վարչապետին, ինչ է իրենց ուզեց մարդը վարչապետ չդառնա։ Ես չեմ հավատում դրան։ Եթե նման վիճակի հասնենք, ապա միանշանակորեն կարող ենք պնդել, որ այդ ուժը Նիկոլ Փաշինյանի հետ իր սկզբանը։ Ես անձնապես դրան չեմ հավատում, դրա համար չեմ ուզում գնալ առաջ, կասկած չունեմ, որ ընտրություններից հետո Աստված տա արձանագրվի համախոհ ընդդիմության հաղթանակը եւ այդ հաղթանակի ներքո արդեն ընդդիմադիր ուժերը մեկ սեղանի շուրջ կորոշեն, թե ինչպես են գնում առաջ։ Ես որպես անձ, որպես Հայաստան դաշինքի անդամ, որպես այս երկրի քաղաքացի, որպես այս երկիրը պաշտող մարդ, ասում եմ պարզ բան, որ շատ հարցերում թիմեր են պետք։ Ընդ որում դրանում էլ ենք մենք առանձնանում, որ պրոֆեսիոնալ թիմ կա, որը բավականին լուրջ ճանապարհ անց է։ Բայց մեկ բանում մենք առանձնանում ենք բոլորով, դա բանակցողն է։ Չունի Հայաստանի Հանրապետությունում այսօր ընտրություններին մասնակցող որևէ թիմ նախագահ Քոչարյանի չափ փորձ եւ գիտելիք ունեցող մարդ, որը կարող է նստի նույն Ալիևի հետ սեղանին եւ բանակցի։ Իսկ այն որ բանակցելու շատ բան կա, այն որ մենք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած, դա փաստ է։ Դա ոչ մեկի համար զարմանալի չէ։ Եվ պարոն Վարդանյան, եթե իմ հիշատակած ուժերը գոնե բացառում են ձեզ այդ համագործակցությունը, որոշակի շրջանակներ նաև ինտենսիվ հակակարողջությամբ են զբաղված, գրեթե ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ են տալիս, գրառումներ են կատարում եւ պնդում, որ Հայաստան դաշինքը 8% անընդշեմը չի հաղթահարելու, իսկ Ռոբերտ Քոչարյանն է լինելու է ամենամեծ ձայներ փոշիացնողը եւ Փաշինյանին վերարտադրողը։ Ձեր գնահատմամբ ինչու է ձեր ուժի նկատմամբ նման հակակարողջություն իրականացվում, դրան պատշաճ կերպով արձագանքում եք, թե ոչ, քանի որ ընտրողների շրջանում սա գուցե որոշակի ռեզոնանս առաջացնի եւ ձեր պոտենցիալ ընտրողների մի մասը գուցե սրա հետևանքով ձեզ չքվեարկի։ Տեսեք, նախ երբ որ ես ասեցի ձեզ, որ նորագույն Հայաստանի պատմության մեջ մարտով ամենաշատ հիբրիդային պատերազմի է ենթարկվել դա նախագահ Քոչարյանն է, հենց ձեր կողմից հիշատակած մարդիկ դեռևս 20 տարի առաջ սկսել էին նախագահ Քոչարյանի դեմ տակից պայքարը, պատվիրելով տարբեր հոդվածներ, թե մարտի 1-ի հետ կապված, թե այլ բաների հետ, դնում էին բիզնեսներ եւ ասում էին, որ Քոչարյանինն է։ Հիշում եք 18-ին հետո շքերթ սկսվեց տարբեր բիզնեսների, որոնք ուղղակի հայտարարություններ են անում, որ մենք նախագահ Քոչարյանի հետ որևէ կապ չունենք։ Այդ թվում Պղինձ Ամոլիբդենը, Արչին բանկը, չեմ հիշում էլ ինչ, բայց շքերթ էր, մի ամբողջ շքերթ էր գնում եւ այդ բոլոր բիզնեսների հետևում կանգնած էին տարբեր մարդիկ, որոնց ենթականները այսօր կրկին հարձակում են գործում նախագահ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի վրա։ Չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կարող ունենալ մեր ընտրողի վրա, ասեմ ավելին, որ մեր չափումները ցույց են տալի, որ այդ մարդկանց խոսույթը ընդհանրապես որևէ ազդեցություն չունի, ուղղակի կատարում են ինչ որ հանձնարարություն, որը անկեղծ եմ ասում, ես չեմ հասկանում։ Ես լինելով հայ, ապրելով այստեղ, ես այդ մարդկանց չեմ հասկանում։ Այդ մարդիկ պետք է լինեն առաջի ձգտողները, որ նախագահ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքը հավաքեն շատ ձայներ։ Իրենք հակառակը պետք է անեն։ Իրենք պետք է օգնեն։ Սա իրանց տալիս է կամ մենք կգանք իշխանության, կամ Նիկոլը կմնա թեզի շարունակությունը։ Իրենց իշխանության գալը կարող եմ 100% վստահությամբ ասել, անհնար է Հայաստանի մոտակա 100 տարվա մեջ։ Սա ուղղակի անհնար է։
Հիմա իրանց մոտ ռուսերեն լավ բառ կա, «После меня хоть потоп»։ Ես չգիտեմ խի են իրանք այդ հոգեբանությամբ առաջ շարժում։ Ես վստահաբար կարող եմ ձեզ ասել, չեմ կարող թվեր հրապարակել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ անցողիկ շեմի խնդիր ընդհանրապես ոչ եղել է, ոչ կա եւ ոչ էլ կլինի։ 8%-ը խնդիր չի, Ընդհանրապես խնդիր չի, ընդհանրապես խնդիր չի։ Նախագահ Քոչարյանը որպես անձ, որպես ղեկավար Հայաստանում թոփ 5-յակի մեջ է մարդկանց, ում այս ժողովուրդը պատկերացնում է որպես մեր ղեկավար։ Սա կարող եմ ուղղակի ասել առանց կրկին թիվը նշելու։ Եվ այս մարդկանց կռիվը նախագահ Քոչարյանի դեմ ինձ համար թե զարհուրելի է, թե անընդունել է եւ որոշ չափով շատ ցածր են հենց բան, որովհետեւ իրենք ժամանակը կարող են օգտագործել Նիկոլի սրկայությունները բացահայտելու վրա։ Իսկ դրա փոխարեն իրենք առավոտվանից իրիկուն կարծես ինչ որ մեկ հանձնարե օրը 3 հատ post պետք է գրեք, մի հատ էլ live մտնեք։ Ուսած ժամերն է արդեն գիտես էլի, մեկը առավոտը 8-ին է գրում, մեկը ժամը 1-ին, մեկը 7-ին։ Ըստ աշխարհագրության, հա, արդեն հասկանում ես, որ լավ, ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում եւ երբ որ հետ ես գնում, հասկանում ես, որ դա նոր չէ։ Ընդհանրապես ես մի քանի օր առաջ TV5-ում հարցազրույցի մի բան ասեցի, որ աշխարհում գոյություն ունի Մանդելա էֆեկտ կոչված է, ինչ շատ հետաքրքիր հոգեբանական ֆենոմեն է։ Երբ որ ժողովուրդը մի մեծ զանգված մարդկանց իրենց հիշողության մեջ տպավորված է մի բան, որը սուտ է։ Եվ ինչի է Մանդելա էֆեկտը, որովհետև ստուգման արդյունքում պարզվել է, որ մարդկանց մի հոծ բազմություն կարծում է, որ Մանդելան մահացել է 1990-ականներին բանտում։ Իրականում մահացել է 2013-ին իր տանը։ Բայց մարդկանց մեջ հիշողության մեջ այդ սուտ էր նստած։ Հիմա այդ Մանդելա էֆեկտին հասնելու համար ցանկացած մարդ կարող է կիրառել նաև տեխնոլոգիաներ, այդ թվում սոցիալական ցանցերով եւ տեղեկատվական տարբեր այլ տեխնոլոգիաներ եւ մարդկանց մեջ նստացնել սուտ տեղեկություն, որը ապագայում դառնում է հիշողություն։ Եւ մարդը իրանից անկախ ոնց որ այն մարդը, որ ձեզ ասեցի, որ ասես մարդասպանը, այդ մարդը չգիտի Քիա մարդասպան, ինչ մարդասպան, բայց մեջը ինչ որ բան է կտում այդ բանին, էլի։ Ու 25 տարի էս մարդու վրա, խոսքը նախագահ Քոչարյանի մասին, այդտենց ստերով մարդկանց խաբել են։ Հասկանում ես, միջև հիմա էս համոզված եմ, այս ժողովրդի երևի մի լուրջ զանգված մտածում որ պրինցամոլիբենի գործանը Քոչարյանինն է։ Որովհետև 20 տարից են շպրիցով սրսկել են այդ սուտը։ Եվ այո նախագահ Քոչարյանի ամենամեծ սխալներից մեկը հենց նա էր, որ ինքը ժամանակին չի պայքարել այդ ապատեղեկության դեմ, այլ զբաղված է իր գործերով, կարծելով, որ ժողովուրդը բանական է։ Լավ այդ անհետեցություններին ժողովուրդը չի հավատա։ Վերադառնալու ակնկալիք էլ չի ունեցել։ Չի ունեցել ակնկալիք, այո, չի ունեցել։ Եվ հիմա դրա համար Հայաստան Դաշինքի բոլոր անդամների գործը իհարկե որոշ չափով ավելի բարդ է, որտեղ մենք ոչ միայն պետք է ներկայացնենք ապագայում ինչ ենք պլանավորում անել, այլ նաև հոդս ցնդեցնենք նախկինի ստերը։ Անդիմություն լինելով ունեք անդիմություն, այսպես ասած։ Այո, նորմալ է, այլ անդիմադիր չեմ։ Սա նորմալ է, անդիմադիր պայքարը մեծ բանի մեջ է պահում, տոնուսի մեջ է պահում, բայց կրկնում եմ, իմ համար, եթե օրինակ Նիկոլի արածը ամբողջությամբ հասկանալի է, մարդը Թուրքի եւ ադրբեջանցու գերի է։ Իրան ինչ ասեն, ինքը անելու է։ Ես դրա համար հասկանում եմ, չեմ ընդունում, բայց հասկանում եմ Նիկոլի արածները եւ ասածները։ Բայց երբ որ իրենց անդիմադիր համարող մարդիկ հարցակվում են ընդդիմության մեջ ամենախոշոր ֆավորիտներից մեկի վրա, դա անընդունելի է։ Հա միայն ջուր է լցնում Նիկոլի ջրաղացի վրա, միայն, եւ իրենք պետք է առաջին կողմնորոշվեն։ Վերջը իրենք ընդդիմություն են, թե նիկոլական են։ Եվ պարոն Վարդանյան, վերջում Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում վերջին շրջանում, 3 հերթական անգամ ջերմուկի խմբականակներ արգելվել, որ Ռուսաստանում վաճառվի, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը հիշում ենք եւ այսպես շարունակ լարսում ունենք նաեւ կൂട്ടակումներ եւ այլն։ Ինչ եք կարծում, որքանով է այս լարվածությունը իրական, քանի որ գնահատականներ են հնչում, որ այս լարվածությունը իմիտացիա է եւ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում ինչ դիրքորոշում ունի, արևմուտքի մասով կարծես թե ամեն ինչ պարզ է։ Տեսեք, Ռուսաստանը ընդհանրապես, եթե մենք դիտարկում ենք Ռուսաստանի պահվածքը, ոչ միայն Հայաստանի, այլ տարբեր այլ երկրների նկատմամբ, Ռուսաստանը երբեք չի փորձում խառնվել երկրի ներսի գործերին, որտեվ այդ փափուկուշ կոչվածը Ռուսաստանի մոտ այս 30 տարվա մեջ երևի շատ չնչին է կայացել։ Մենք միջև հիմա այս համոզված եմ Ռուսաստանի պաշտոնյաների գերակշռ մասը նույնիսկ չէ հասկանում փափուկուշը ինչ է։
Իրանք մի քիչ ավելի այլ ձևով են, իրանք ամեն ինչը բառացի ասում են, եւ օրինակի համար Նիկոլի եւ ՌԴ նախագահի վերջի հանդիպումը, դա զրույցն էր Նիկոլի եւ ՌԴ նախագահի եւ ՌՆ նախագահի ու Հայաստանի ժողովրդի։ Արի անկեղծ լինենք, որ ՌԴ նախագահը Նիկոլի հետ չէր խոսում, ինքը խոսում էր հայ ժողովրդի հետ, ինքը երկու մեսիջ ուղեց, ասաց, որ Նիկոլը հակառուս է եւ հայ ժողովուրդը պետք է դա հասկանա, որ հայ ժողովուրդը լրջագույն ռիսկեր ունի տնտեսական, որ գազի գինը կարող է այո, գազի գինը կարող է 3-4 անգամ բարձրանալ, Հայաստանը ԵԱՏՄ-ից զրկվելու դեպքում կամ դուրս գալու դեպքում միլիարդավոր դոլարների վնաս է կրելու եւ Հայաստանի ժողովուրդը լինելու է ամենաշատը տուժածը։ Դա է ՌԴ նախագահի ասածը հայ ժողովրդին։ Եվ մեր խնդիրն է, որ մենք պետք է հայ ժողովրդին, մարդկանց, որոնք գուցե դա չեն հասկացել, կոնստանցիա բացատրենք, որ շատ բարձ է վիճակը։ Նիկոլը, ոչ թե Նիկոլը, դա նույնիսկ Նիկոլ չի կարելի ասել, Ալիևը եւ Էրդողանը որոշել են, որ Հայաստան այլևս Ռուսաստանի հետ կապ պետք չունենա, որովհետեւ վատ թե լավ մեր երաշխավորը Ռուսաստանն է այսօր։ Վատ թե լավ։ Ինչ են ուզում Ալիևը եւ Էրդողանը կտրեն մեզ միակ երաշխավորից։ Հայաստանը պատմականորեն անցել է նման իրավիճակով 1918-ից 20 թվականներին։ Տեսել ենք ինչ Նման, լրիվ նման վիճակ։ Հիմա ես չեմ ուզում, որ հասկանում ես, գործը հասնի նրան, որ Հայաստանից մնա Երևան, նոր մենք ուշքի գանք։ Սա շատ վտանգավոր բան է, շատ վտանգավոր։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ի վերջո, եթե դու այսօր ուտելու հնարավորություն ունես, դա չի նշանակում, որ վաղը թուրքը քո դռան դեմը կանգնած չի լինելու։ Եվ պետք չի չափել քո լավ ու վատ ապրելը միայն քո խալաձենիքի բաղադրությամբ։ Սա շատ վտանգավոր մոտեցում է կյանքի նկատմամբ, որովհետև դու պետք է մտածես, որ քո երեխաները, թոռնիկները պետք է մեծանան ազատ եւ անկախ Հայաստանում։ Եվ այս առումով Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքերը շատ ավելի պարզ էին, քան երբևից եղել է։ Սա առաջի դեպքն էր, երբ որ ինքը շատ հստակ խոսած։ Ընդ որում տես իրեն թիրախավորեցին այստեղ պրոռուսական ուժեր բառերի համար, բայց իրականում ես մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Պուտինը պրոռուսական ուժ ասելով բառացի Հայաստանի ժողովրդին հայտնեց, որ Նիկոլը հակառուս է։ Եվ խոսքը այդքան պրոռուսական ուժերի մասին չէ, ինչքան նրա մասին, որ Նիկոլը հակառուս է, որ Նիկոլը ձեզ հայ ժողովուրդ թողնելու է անպաշտպան։ Ես շատ երկար կարող եմ խոսալ հապկի մասին, ես շատ երկար կարող եմ խոսալ Արցախի հետ տեղի ունեցածի մասին, որտեղ Նիկոլեն կարողացել են ժողովրդի մեջ սերմանեն, որ այ տեսեք ռուսը մեզ խաբեց, սուտ է։ Իհարկե Ռուսաստանը որոշ խնդիրներ ունեցել է, բայց Արցախի հանձնումը եղել է 2018 թվականի Նիկոլի մտքում։ Ինքը ծրագիրը ամբողջությամբ կատարելով գնում է եւ այդ ծրագիրը Արցախի հանձնումով չի ավարտում։ Ու այդ ծրագրում դեռևս կա Սևանը, որը Նիկոլի մտքում ես համոզված եմ ինքը Սևանել չի ասում, ինքը երևի երբ որ ինքը կնոջ հետ խոսում է Գյոչա է ասում, որտեղ իրանց համար Սևանը Գյոչա է։ Ինքը էտել պետք է հանձնի, ինքը Սյունիքներ պետք է հանձնի, ինքը պետք է Հայաստան-Վրաստան կապն էլ հանձնի։ Եվ բառերս հիշեք, եթե Աստված մի առասցի Նիկոլը վերընտրվի, հաջորդ սահմանազատումը Տավուշում իրականացնելուց Հայաստան-Վրաստան ճանապարհը կտրվելու է։ Եվ մենք Վրաստան գնալու համար Ադրբեջանով ենք անցնելու։ Եվ սա բոլորը ինչքան էլ այսօր մարդկանց համար դաժան չեն, չի, սա այն իրականությունն է, որ լինելու է։ Տես 21 թվականի ընտրություններից հետո ես մի դաժան բան եմ ասել։ Հայլի ակումբում շատ լավ հիշում եմ այդ օր, ասեցի պարտությունից հետո ընդդիմության, ասեցի սիրելի ժողովուրդ, մենք բոլորս կատարել ենք շատ սխալ ընտրություն։ Աստված միշտ ասում է, ամեն մարդ իր ընտրության համար պատասխանատու է։ Եվ ես ցավոք սրտի հայտարարում եմ, որ մենք ենթարկվելու ենք պատասխանատվության։ Այս ընտրությունը չի կարող անպատասխան մնալ։ Դրանից հետո մենք կորցրեցինք մի ամբողջ հայկական հանրապետություն, Արցախի հանրապետությունը։ Մենք կորցրեցինք Ջերմուկում բավականին մեծ տարածքներ, մի Երևանի չափ տարածք կորցրեցինք։ Հիմա ես ասում եմ նույնը, որ սիրելի ժողովուրդ, եթե մենք կրկին սխալվենք, պատասխան տալու պահը չի ուշանալու։ Եվ այս անգամ շատ ավելի դաժան է լինելու։ Այս անգամ դուք մտածելու եք բասյունիցիներին որտեղ տեղավորենք։ Բավ գնանք Սևան լողանալու, թե կարող է Գերին գնանք։ Դրա համար մարդիկ պետք է հերվից նայեն այս իրավիճակին եւ հասկանան, որ 21 թվին այնինչ որ ձեզ խոստացել էին, չեն արել։ 18 թվականից անցել է 7 տարի դաժան։ Լավ է ժողովուրդը 7 տարվա մեջ չի կարող հասկանալ,
որ այս մարդը ինչ եկել է, ոնց որ նավսելն է ժողովրդի վրա։ Չի եղել մի բան, որը լավացել է, ավելացել է պետական պարտքը, պակասել է մեկ հայկական պետություն։ Մենք ի վերջո փոխանակ պարծենանք դրան, որ աշխարհում միակ ազգն ենք, որ ունենք երկու պետություն, մեկը վարիթվեցինք։ Եվ իմ համար աննորմալ է, որ ժողովրդի մի լուր զանգված ցայսօր չի ողբում Արցախի կորուստը, որտեղ աննորմալ է դա, չի կարող մարդ զավակ կորցնի, 3 օր հետո գնա խորոված ուտելու կամ քեֆ անելու, չի լինում այդպես։ Մենք չենք գիտակցել ինչքան կարևոր բան են կորցրել։ Իրենից չեն գիտակցել եւ այդ չգիտակցելու մեջ ամենախոշորագույն մեղքերից մեկը օրինակի համար ունի առաջին նախագահը, որ այս ժողովրդի մեջ սերմանցել է ատելություն հանդեպ արցախցիների։ Ղարաբաղյան կլան, հա, հիշում ես այդ բոլոր բառերը, որ ժողովրդի մեջ անընդհատ ներարկել են։ Սերգոջան լավ չսապրել։ Հա, ասում ես, այսինքն այս ժողովրդի մեջ 30 տարի ներարկել են ստեր, դրա համար Արցախի կորուստը մարդկանց մի լուրջ զանգված հեշտ տարավ։ Վճարովի խորովածը Բայց այդ նույն մարդիկ պետք է հասկանան, որ Ադրբեջանը այսօր, երբ որ պաշտպանում են Նիկոլին, Ադրբեջանն ու Թուրքիան, պարզ վարժություն, հա, անենք էլ ասում ու կարող ենք ավարտել։ Տես, իրանք բոլորի համար գաղտնիք չի։ Ադրբեջան եւ Թուրքիան ամեն հնարավոր ձևով պաշտպանում են Նիկոլին այս ընտրություններում, ճիշտ է։ Հիմա ամեն բանական մարդ հասկանում է, որ Ալիևը չի վախենում նրանից, որ Հայաստանում իշխանության կգա Քոչարյանը կամ ցանկացած այլ մարդ ու կսկսի պատերազմ։ Բոլորը պետք է դա հասկանան։ Ալիևը այդ վախը չունի, չի էլ կարող ունենալ, որտեվ Հայաստանը այն վիճակում չէ, որ սկսի պատերազմ։ Հակառակը Հայաստանի ցանկացած ղեկավար պետք է անի ամեն ինչ, որ Հայաստանի վրա չհարձակվեն։ Բայց ինքը պատերազմ հաստատ չի սկսի։ Ոչ մեկ այդքան Հիմա մնում է հարց։ Լավ է, Ալիևը վստահ է, որ Հայաստանը չի հարձակվելու իրա։ Բախի է Նիկոլին տես պաշտպանում։ Իրան ինչ տարբերություն։ Նիկոլն է թե ուրիշը։ Ու այդտեղ գալիս է պարզ պատասխան, որտեվ շատ ու շատ բաներ կան, որ Նիկոլը դեռ պետք է անի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը օրինակ երեք կարծեմ հայտարարել է, որ Հայաստանում 300 մզկիթ պետք է լիներ, որը իբր թե ոչնչացվել է։ Ադրբեջանի նախագահը ամենաբարձր մակարդակով խոսում է 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու մասին։ Ադրբեջանի նախագահը Սևանա լճին անվանում է Գոյչա։ Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է, որ Սյունիքը դա Զանգեզուր է։ Հասկանում ես, այսինքն դա պետք է մեր ժողովուրդը հասկանա, որ ինչու է Ալիևը պաշտպանում Նիկոլին, որովհետև բաներ կան, որ զգացել է, որ հաստանալու է Նիկոլից։ Եվ հավատացեք, սահմանադրությունը փոխելուց հետո խաղաղության պայմանագիր Ալիևը չի ստորագրի, որտեղ այդ սահմանադրության փոխելը դա ուղղակի պատրվակ է թուղթ չստորագրելու համար։ Հետո կլինեն, դե իրանք միշտ էլ ինչ են ասում, նայ, բոլոր հարցազրույցները իրանք կարող ես անել նախագահի բանի Մամեդյարով եւ մնացած իրանք ասում են հետեւյալը. մենք ունենք նախապայմաններ։ Միշտ հոգնակի են ասում։ Հետո ասում են, ստորակետ, օրինակ սահմանադրության փոփոխությունը։ Սա ինչ աշխում, սահմանությունը թե փոխես, վերադառնալու են նախադասության առաջին մասին, ասեն դե մյուս նախապայմանը, օրինակ սա է, հետո սա։ Եվ շարքը չի ավարտվել։ Այո, քանի Նիկոլը կա, այդ շարքը չի ավարտվել, ես դրա համար եմ ասում, մենք պետք է փոխենք գլխավոր բանակցողին, եւ ես ցավոք սրտի, իրոք ցավով եմ ասում, տենում եմ մենակ նախագահ Քոչարյանի, շատ ուրախ կլինեի, որ հիմա ձեր հետ նստենք, մենք 30 օկանոց ցուցակ գրենք, ասենք արի շլավ ազգենք, այսքան մարդ կա, որ կարա գնա բանակցի, չունենք։ Բայց ես գիտեմ, որ երբ որ Ալիևը հայտնվի Քոչարյանի դեմը, գլուխը կախելու է։ Անկախ իր 2020-ի հաղթանակից մեկը գլուխը կախելու է, որովհետև դեմը նստելու է մարդ, ով իր անել, հորնել ցուցածու իրանց տեղը։ Ու գոնը պահանջներ չունենա։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստան դաշինքի անդամ Արա Վարդանյանի հետ։ Կհանդիպենք։